Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Ալ-Մուլայի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։ Ողջունելով պատվիրակության անդամներին, նախարարը բարձր է գնահատել վերջին տարիներին Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև ձևավորված սերտ տնտեսական համագործակցությունը։ Հանդիպման ընթացքում Գևորգ Պապոյանը ներկայացրել է Հայաստանի ներդրումային քաղաքականությունն ու տեսլականը, ընդգծելով օտարերկրյա ներդրումների համար առավել գրավիչ ոլորտները։ Նա նաև մանրամասնել է պետության կողմից ներդրումների խթանման նպատակով առաջարկվող աջակցության գործիքակազմը, ընդգծելով, որ Հայաստանը ձևավորել է ճկուն և անվտանգ ներդրումային միջավայր։ Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2025 թվականի հունվար-մարտին բեռնափոխադրումների ծավալը կազմել է 3 միլիոն 462 հազար տոննա։ 2024 թվականի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է աճ 0.7%-ով։ Մասնավորապես երկաթուղային բեռնափոխադրումների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 21.3%-ով եւ կազմել 348 հազար տոննա։ Այդ թվում արտահանվել է 73 հազար տոննա բեռ, ներկրվել 162 հազար տոննա, իսկ ներհանրապետական բեռնափոխադրումների ծավալը կազմել է 113 հազար տոննա։ Ավտոմոբիլային բեռնափոխադրումների ծավալը 2024 թվականի հունվարի համեմատ նվազել է 1.3%-ով եւ կազմել 2 միլիոն 449 հազար տոննա։ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը կառավարությանն առաջարկել է երկրի բոլոր համայնքներում 40%-ով փոխհատուցել կարկտապաշտպան ցանցերի գումարը։ Այդ մասին տեղեկացրեց Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Ավելի վաղ հայտնել ենք, որ արտաշատի կենտրոնական հատվածում մայիսի 5-ին տեղացած կարկուտը վնասներ է հասցրել Ծիրանի եւ Խաղողի այգիներին։ 2 օր անց Պապոյանը ազգային ժողովում հայտնեց, համապատասխան հանձնաժողով է ստեղծվել, որն ուսումնասիրում է վնասների չափը, որոնք հիմնականում եղել են 7-ից 8 գյուղում։ Պտղի մասով միջինում մինչև 30% վնաս է եղել, բանջարեղենի դեպքում 50-ից 60%։ Պապոյանը նշեց, որ վնասների չափը դեռ ամփոփման փուլում է։ Այս մասին նախարարությունը մի նախագիծ է մշակել, որը կոմիտեների նիստում դրական եզրակացություն է ստացել, ու ամենայն հավանականությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջիկա նիստում այն կընդունվի, որով նախատեսել են փոխհատուցում։